2025 թվականն Ադրբեջանն ամփոփում է երկրի պատմության ամենամեծ համաներումը հայտարարելու մասին քննարկումներով։ Ավելի քան 20,000 մարդու կարող է համաներում շնորհվել, այդ թվում 2020-ից 23 թվականների ռազմական գործողությունների մասնակիցներին։ Մինչ Ադրբեջանը դեռևս հայտարարությամբ է հանդես գալիս, Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արդեն համաներում է հայտարարել, բանտերից ազատելով 123 մարդու, ինչպես այլազգի, այնպես էլ Բելարուս գործիչների, այդ թվում իր ընդդիմախոսներին։ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով Լուկաշենկոն այդ քայլին է գնացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքով։ Ուստի եթե մենք էլ ճիշտ աշխատենք, կկարողանանք ինչպես Բաքվի բանտերում պահվող ռազմագերիների, այնպես էլ Հայաստանի բանտերում քաղբանտարկյալների ազատման հարցերը լուծել։ Թե ԱՄՆ նախագահի առջև հստակ նպատակաուղղված կերպով եւ սրտացավորեն դրվեր կամ դրվի Բաքվի բանտերից մերոնց ազատ արձակելու խնդրանքը, մեծ է հաջողության հասնելու հավանականությունը։ Ինչու են համաներում հայտարարում ավտորիտար երկրի համբավ ունեցող այս երկրները, եւ արդյոք Հայաստանն այս պահին ունի գերիների վերադարձի հարցում հաջողության հասնելու հավանականություն։ Չէ՞ որ Թրամփի ուղին ուժի մեջ է, իսկ խաղաղության օրակարգը հաստատված։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը կարծում է, որ ներկայիս պետական քաղաքականությունը ամբողջապես տեղավորված է ադրբեջանական մոտեցումների հանդեպ լոյալության դիրքում։ Եթե ուզում ենք հարցերի լուծման մեթոդաբանության փոփոխություն, ապա պետք է քաղաքականություն փոխվի, սակայն հետաքրքիր ազդակներ կան։ Մենք տեսնում ենք նաև, որ պաշտոնական Երևանը գոնե հրապարակավ ակնարկում է կամ երբեմն ուղիղ խոսում այն մասին, որ գերիների հարցի լուծումը տեսնում է Ադրբեջանի հետ, այսպես ասած, բոլոր հարցերը լուծելու արդյունքում։ Ընդ որում պետք չէ բացառել, որ այս նախընտրական շրջափուլում Ադրբեջանը որոշակի կարտ բլանշի տրամաբանությամբ գերիների ինչ որ թվով գերիների վերադարձնի Հայաստան, սակայն ընդհանուր առմամբ հարցի լուծումը կարծում եմ կախված է լինելու նրանից, թե Ադրբեջանի հանդեպ միջազգային ճնշում արդյոք հնարավոր կլինի բանեցնել, որպեսզի Ադրբեջանը մեր գերիներին չկարողանա որպես պատանդ սակարկության առարկա դարձնել Հայաստանի հետ հարաբերություններում։ Ըստ վերլուծաբանի Ադրբեջանը գերիներին կպահի այնքան, մինչև առավելագույնը կորզի Հայաստանից։ Իսկ Ադրբեջանի առավելագույնը, ինչպես գիտենք, այն է, որ իրենք չեն էլ թաքցնում, որ հայկական պետականությունը լինի ադրբեջանական պետականությանը ամբողջապես ենթակա ինչ-որ միավոր։ Ամեն դեպքում վերլուծաբանը համարում է, որ այս հարցը բոլորովին համարժեք չէ Բելարուսի դեպքին համեմատականներ անցկացնելու համար։ Բացի այդ, Թրամփը թարմացրել է ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունը, եւ այդ ռազմավարության մեջ Կովկասի մասին խոսք անգամ չկա։ Իսկ քաղաքական վերլուծաբան Արա Պողոսյանը Թրամփի միջոցով գերիների վերադարձը շատ իրատեսական է համարում։ Առավել եւս, որ ԱՄՆ նախագահը արդեն նման պատրաստակամություն հայտնել է։ Այլ հարց է, թե ինչպիսի քաղաքական հաշվարկներ կան եւ ինչ քաղաքական հաշվարկների արդյունքում են այս իշխանությունները պատկերացնում նման գործողությունների դիմել։ Գոնե թե ինձ մոտ արդեն կայուն տպավորություն է ձևավորվել, որ հաշվարկը վերաբերվում է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին եւ կարծում եմ, որ եթե կա նման հնարավորություն, ապա դա կօգտագործեն բացառապես նախընտրական քարոզարշավում իրենց դիրքերը ամրացնելու համար։ Հաշվի առնելով ներկա իշխանությունների քաղաքական ձեռագիրը եւ տեխնոլոգիաների կիրառման մարտավարությունը, ձևավորել օրակարգ եւ լինել այդ օրակարգի կենտրոնում, Արա Պողոսյանը կարծում է, որ գերիների վերադարձի թեման հենց այն օրակարգն է, որի շուրջ աշխատանք է տարվելու համապետական ընտրություններին ընդառաջ։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։